Երեք Նարեկ Կարապետյանը ձեզ էր արձագանքել, նաև իբրևս մյուս Դե ես արձագանքել եմ, ես կարծում եմ, որ բավարար արձագանքել եմ, շատ բավարար եւ իհարկե հասկանում եմ մեր լրատվամիջոցների կողմնակալ մոտեցումը, երբ որ Նարեկ Կարապետյանի ուրեմն հոլովակը դուք ձեր էջերում դնում եք, ձեր կայքերի, բայց Գևորգ Պապոյանի պատասխանը երբեք չեք դնում, չէ, ես հիմա ուղիղ ասում եմ, դա ձեր ընտրությունն է, ես արդեն բավարար չափով անդրադարձել եմ դրան եւ ես հպարտ եմ իմ կենսագրությամբ, ես հպարտ եմ, որ ծնվել եմ մի ընտանիքում, դասախոսի եւ ուսուցչի ընտանիքում եւ այո, լավ եմ սովորել, ես քիչ առաջ էլ ասացի, 5-ով եմ սովորել, այդ թվում ինձ 5 նշանակողներից մեկն էլ պարոն Ավետիսյանն է, ուրեմն կներեք շարունակեմ, ես լավ եմ սովորել եւ դրա հետևանքով աշխատել եմ ուրեմն տարբեր զուգահեռ ամբողջ կյանքում եւ դասախոսական աշխատանքով մասնավոր պետական, այո, սկսել եմ ներքևից, մարքեթինգի մասնագետ, բաժնի պետ, փոխտնօրեն, հետո падգամավոր, հետո մշտական հանձնաժողովի նախագահ եւ նախարար եւ այո, այնպես չի եղել, որ ծնվել եմ մեծացել եմ, ծնվել եմ, հաց եմ կերել, հետո էլի եմ հաց կերել, կներեք, ասեմ, ես եւ ի տարբերություն ձեր նշած անձի, պարզապես չեմ ծնվել, հաց չեմ կերել, էլի հաց չեմ կերել ու միանգամից գործարանի տնօրեն չեմ դարձել։ Հիմա էդ մարդու բախտն է, որից ոչ մեկս չունի իմիջայլոց, այդ առանձնահատուկ բան է։ 4-րդ կարգի ցորենը չի եղել է 3-րդ կարգի ցորեն, բոլորս այդ հարցը կերել ենք, այդ 2000 տոննա ցորենը, սիրելի հայրենակիցներ, դա մեր մեկ օրվա եւ մի քանի ժամվա սպառումն է, ամբողջ Հայաստանի բնակչությունը այդ հացը կերել ենք, վերջացրել ենք, այդ ինչ որ մի օրվա ձեր կերած լավաշը կամ բուխանկան, Նարեկ ջան, այդ հացից է եղել, այնպես որ ես էլ եմ կերել, դու էլ ես կերել։ Պապոյան, իսկ այս նոր խմբականակը էլի նույն քանակի է, պարոն Պապոյան, թե ավելի շատ։ Այս նոր խմբականակը, որ գալիս է, էլի նույն 3-րդ կարգն է եւ նույն քանակի։ 3-րդ կամ 2-րդ։ Նույն քանակի, էլի 2000 տոննա։ Ավելի շատ։ Իսկ Պարոն Պապոյան, դեպի գազը խանգարել է հարվածից դարձել է Չեմ կարող ասել, շուկայական մրցակցային կանոններ են գործում, եթե պրոբլեմ տեսնենք, եկեք ընդունենք հրապարակային, թող սպառողների իրավունքների պաշտպանության եւ տնտեսական մրցակցության հանձնաժողովը այս հարցը դիտարկի, եթե ես ուղիղ խնդրում եմ հիմա իրենց, եթե կա այդպիսի հարց եւ դա քննարկելի է, անպայման խնդրում եմ Վարույթ Հարությունյան եւ այդ հարցը։ Պարոն Պապոյան, ճիշտ եմ հասկանում, օրինակ դուք նույն էլեկտրոմոբիլների այդ արտոնությունը, որ տվել է ԵԱՏՄ-ն, դուք այսպես ասած դա գովերգում եք ԵԱՏՄ-ի հետ աշխատանքը, բայց ընտրությունների մասով ապավինում եք Եվրամիությանը, ճիշտ եմ հասկանում։ Այստեղ երկու աթոռի նստելու է։ Եվ ինչպես են ընդունել օրինակ ԵԱՏՄ-ը։ Ես բոլորի հետ շատ լավ եմ աշխատում։ Որ ես վատ աշխատեի որևէ մեկի հետ, ոչ մեկ մեզ Եվրոպայում էլ, Ռուսաստանում էլ ոչ մի բան չէր տա։ Ես շատ լավ եմ աշխատում, ես գիտեմ ում ինչ պետք է ուզեմ եւ ինչ պետք է դրա դիմաց տալ, որպեսզի դա ստանալ, եւ ես այդ ամեն ինչը անում եմ նրա համար, որ մեր ժողովրդին հնարավորինս լավ լինի։ Այսինքն եթե դուք չընտրվեք, նշանակում է ինչ որ մի կենտրոնից միջամտել են ընտրություններին, ճիշտ եմ հասկանում։ Եվ ինչու եք եթե այդպես վստահ եք, որ հաղթելու եք, ինչու եք այսպես բոլոր ձեր ընդդիմախոսներին կալանքի տանում եւ այլն։ Ինչն է սա պատճառը։ Եթե հաղթելու վստահ լինելը եւ հանցագործության մեջ մեղադրվող անձանց օրենքով նախատեսված պրոցեսները չկատարել, ինչ կապ։ Այսինքն մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, անգործության մատնվեն մեր իրավական մարմինները, ասենք երկրում ով ինչ ուզի անի, բա ձեր անվտանգությունը, բա մեր անվտանգությունը, բա մեր երեխեքի անվտանգությունը, բա ասենք բաները։ Ինչ էր անում, ասենք մեր ձևով եկեղեցին պաշտպանելու համար ինչ է արել, դա։ Դե ես կարծում եմ, որ անգամ լեզվաբաններ ասում են, որ այդտեղ ես կարծում եմ, որ քրեական գործում բավարար չափով նկարագրված ամեն ինչ, ես հիմա ոչ փաստաբան եմ, ոչ քննիչ, ոչ էլ դատախազ, որ միջամտեմ այդ Պարոն Պապոյան,